Բարև ձեզ։ Ինչ արժեհամակարգով, մտածողությամբ, մասնագիտական կարողություններով, հմտություններով սերունդ ենք ցանկանում ունենալ։ Պետությունները իրենց նպատակներից շահերից ելնելով ստեղծում են իրենց կրթական համակարգերը և ծառայեցնում իրենց երկարաժամկետ նպատակներին։ Այդ նպատակները հաճախ տարբերվում են կախված թե որ պետության կրթական համակարգի մասին ենք խոսում։ Ես Ռուբեն Դալաքյանն եմ, ֆիզիկոս, աշխատում եմ գիտության և կրթության ոլորտում և կներկայացնեմ մարդական եղբայրություն միաբանության կրթական բարեփոխումների ծրագիրը, որը անվանել ենք Անկախ Հայաստանի կրթական համակարգ։ Անհրաժեշտ է սահմանել հիմնական կարևորագույն նպատակները, սակայն մինչ այդ անդրադառնանք ներկա կրթական համակարգի իրավիճակին և ախտորոշենք այն։ Մեր կրթական համակարգը մասամբ պահպանում է խորհրդային կրթական համակարգի մնացորդները, կրում է այդ տրամաբանությունը, մասամբ փոփոխությունների է ենթարկվել Անկախ Հայաստանի ժամանակաշրջանում և մասամբ պատճենում է միջազգային տարբեր կրթական համակարգեր, հիմնականում հատվածաբար շատ ժամանակ կուրորեն պատճենելու սկզբունքով։ Որպեսզի հասկանանք, թե այս խառնաշփոթ համակցությունը մեր կրթական համակարգում ինչպիսի վտանգներ է պարունակում իր մեջ, կարող ենք դիտարկել մի օրինակ, որը մնացել է դեռևս խորհրդային կրթական համակարգից։ Խորհրդային կրթական համակարգը նպատակ ուներ դաստիարակելու ԽՍՀՄ քաղաքացիներ։ Ըստ այդ նպատակների խորհրդային պետությունը պետք է ձուլեր իր կազմում գտնվող տարբեր ազգերի, հիմնական նպատակը պետք է լիներ համախմբել մեկ պետության շուրջ այս բոլոր ազգերին։ Բնականաբար այդ համակարգը նպատակ էր դնելու ներկայացնել հայ ժողովրդին որպես փոքր ազգ, թույլ ազգ և սեփական անվտանգությունը սեփական ուժերով լուծելու անկարող միավոր։ Սակայն Անկախ Հայաստանի տեսանկյունից, անկախ պետություն կերտելու տեսանկյունից շատ կարևոր է սեփական ուժերի վրա հիմնված պայքարը և սեփական ուժերով հաղթանակի հասնելու պատկերացումը, կամքը, և այստեղ օրինակ մենք ունենք շատ մեծ վնասակար ազդեցություն և մեր սերունդները դեռևս մեծանում են այս տրամաբանության մեջ, թեև հայկական անկախ պետականության շրջանակներում որոշ քայլեր կատարվել են, սակայն դրանք շատ թերի են, շատ վատ և չհամակարգված։ Այն նպատակները, որոնք պետք է սահմանենք մեր կրթության համակարգի առջև, նախ և առաջ պետք է համակարգել։ Մենք խոսում ենք տարբեր արժեքներից, կարողություններից, սակայն դրանք պետք է աստիճանաբար զարգացնել։ Որոնք են այն հիմնական կարևոր նպատակները, որոնց պետք է հասնենք մենք։ Նախ և առաջ պետք է դաստիարակել ֆիզիկապես և հոգեպես առողջ սերունդ, այնուհետև տալ այդ սերունդին ճիշտ արժեհամակարգ, առաջին հերթին տալ համամարտկային արժեհամակարգ, այսինքն այնպիսի արժեհամակարգ, որը բնորոշ է աշխարհի վրա ապրող գրեթե ցանկացած մարդու և այդ արժեհամակարգի հիմքի վրա արդեն ձևավորել պետական արժեհամակարգը, ինքնության գիտակցությունը։ Այս արժեհամակարգը կրող երեխաները կարող են արդեն ձևավորել անհրաժեշտ կարողություններ, որոնք շատ անհրաժեշտ են սեփական զարգացման համար և որոշակի մասնագիտական կարողություններ։ Ֆիզիկապես և հոգեպես առողջ սերունդ։ Մարդը կենդանի օրգանիզմ է և նախ և առաջ նա պետք է ֆիզիկապես առողջ լինի։ Այստեղ կարևոր դեր ունի սպորտը, քանի որ այն զարգացնում է և ֆիզիկական կարողություններ և նաև կերտում մարդու հոգեբանությունը, որը միտված է մրցակցային լինելու, հաղթելու ցանկությանը։ Սպորտը սկսած դեռ նախադպրոցական, դպրոցական տարիքից մինչև բուհական տարիք և ավելի հետագայում որպես առողջ ապրելակերպի հիմք
շատ կարևոր միջոց է։ Մարդու զարգացման համար նաև շատ կարևոր է բնության հետ կապը, սկսած դեռ վաղ տարիքից, որովհետև բնության հետ կապ հաստատելով նախ եւ առաջ շատ ճիշտ են զարգանում երեխայի զգայարանները, ձևավորվում է ճաշակ, այդ զգայարանները, որոնք զարգանում են համամասնորեն եւ փոխ լրացնում մեկը մյուսի։ Խոսելով արժեհամակարգի մասին, նախ եւ առաջ խոսենք այն համընդհանուր արժեքների մասին, որ անկախ ազգությունից մարդ պետք է կրի։ Մարդ պետք է լինի ազնիվ, մարդ պետք է լինի ընկերասեր, ընտանիքասեր, մարդ պետք է լինի աշխատասեր եւ ազատասեր։ Սրանք կարևոր արժեքներ են, միգուցե որոշակի շեշտադրումներ ելնելով մեր ինքնությունից պետք է կատարել այս արժեքներից ամեն մեկի վրա, սակայն սրանք համընդհանուր արժեքներ են։ Սերմանվող արժեքների հաջորդ փուլը վերաբերվում է այնպիսի անհատի ձևավորմանը, ով կլինի անկախ Հայաստանի քաղաքացի, ով կունենա ուժեղ ինքնագիտակցություն ազգային եւ ունակ կլինի դիմագրավելու այն մարտահրավերներին, այն խնդիրներին, որ հանդիպելու է Հայաստանը եւ ունակ կլինի լուծելու իր սեփական ուժերի հիման վրա։ Այստեղ շատ կարևոր է պատմություն առարկայի դերը, հայկական մշակույթի ճանաչման, այսինքն ընդհանուր առմամբ հայրենաճանաչության դերը, որի հիման վրա պետք է ձևավորվի ճիշտ հայրենասիրությունը։ Միայն ճանաչելով, զգալով, առնչվելով սեփական արմատներին հնարավոր է խորությամբ եւ իրապես սիրել հայրենիքը։ Կարևոր է պատմություն առարկան դիտարկել որպես փորձ, թե ինչպես է պահել հայ ժողովուրդը իրեն ամենատարբեր իրավիճակներում եւ այդ փորձից դասեր քաղելը։ Պատմություն առարկան պետք է դիտարկել ոչ թե որպես ժամանակագրություն, այլ որպես մեծ քաղաքականություն, որպես տրամաբանություն եւ այն օրինաչափությունները, որ կարելի է սովորել մեր պատմությունից, պետք է ծառայեն ներկայի եւ ապագայի կերտման նպատակներին։ Ինչպես ենք դա անելու։ Օրինակ, հայ ժողովուրդը ունի բազմաթիվ հաղթանակներ, երբ նա պայքարել է իրենից ավելի մեծաթիվ թշնամիների դեմ։ Երբ մենք ուսումնասիրում ենք խորությամբ մեր պատմությունը, վեր ենք անում օրինաչափություններ եւ հասկանում, թե որ դեպքում է հաղթել հայ ժողովուրդը, իսկ որ դեպքում պարտվել։ Այս օրինաչափությունները անպայման պետք է սովորեցվեն երեխաներին դեռ վաղ տարիքից, խորացնելով եւ զարգացնելով ավելի մեծ հասակում։ Եվ ոչ միայն դպրոցներում կամ բուհերում, այլ այս գիտելիքները պետք է ունենա ցանկացած քաղաքացի։ Ոչ թե պետք է սկսենք փոքր տարիքից միայն, այլ զանգվածային լրատվամիջոցներով, տարբեր հաղորդումներով սա դաստիարակել մեր բոլոր քաղաքացիների մեջ։ Մենք պետք է հաղթահարենք խորհրդային պատմագիտության կողմից ներկայացված տխուր հայի կերպարը, երբ մենք անընդհատ ցեղասպանության կամ կոտորածների առջև ենք կանգնում եւ վերագտնենք մեր հաղթանակների ճանապարհը, հասկանանք, որ հայ ժողովուրդը ոչ թե փոքր ժողովուրդ է, ոչ թե թույլ ժողովուրդ է, այլ մեծագույն քաղաքակրթության կրող է եւ համաշխարհային պատմության մեջ իր հետքը թողած եւ դեռ թողնող ժողովուրդ։ Անդրադառնանք արդեն հաջորդ կետին, ինչպիսի կարողություններ պետքա ձևավորվեն երեխաների եւ ուսանողների մոտ եւ ինչպիսի մասնագիտական հմտություններ, ինչպես պետք է զարգացնել մասնագիտական հմտությունները։ Խոսելով երեխաներից շատ կարևոր է հասկանալ, որ ամենակարևոր բաներից մեկը հետաքրքրասիրության զարգացումն է։ Մարդը, երբ ունի հետաքրքրասիրություն, միշտ միտված է կրթվելու, զարգանալու, ստեղծագործելու։ Հետաքրքրասիրության այդ բացը պետք է լրացնել դեռ վաղ տարիքից, նախադպրոցական տարիքից
Սակայն եթե հստակ ծրագրեր չեն լինում այդ հետաքրքրությունները զարգացնելու, այդ հետաքրքրությունները լցվում են շատ ավելի անհետաքրքիր, շատ ավելի հեշտ տրվող ուրեմն զբաղմունքներով եւ հետագայում այդ ցանկությունը մարդու մեջ փակվում է։ Այսինքն այստեղ պետք է սկսել դեռ շատ վաղ տարիքից։ Մեր ապագա սերունդներին պետք է դաստիարակենք ինքնուրույնության կարողությամբ։ Սկսած նրանից, որ դպրոցում դասերը պետք է փորձեն առավել ինքնուրույն սովորել, իհարկե տանը աշխատանքը, ծնողների կողմից աշխատանքը շատ կարևոր է, սակայն ինքնուրույնությունը կարևոր եւ վարժեցվող կարողություն է եւ շատ անհրաժեշտ է արդեն գիտակից հասակում, մեծ հասակում ինքնուրույն քաղաքացի ձևավորելու համար։ Այսօր մենք տեսնում ենք, որ մեր շատ քաղաքացիներ չունեն այդ ինքնուրույնության զգացողությունը եւ սեփական երկրի փրկության հույսը տեսնում են այլ պետությունների օգնության տրամաբանության մեջ։ Այսօր աշխարհը շատ արագ տեմպերով է զարգանում։ Պետք է լինել ավելի ճկուն եւ բազմակողմանի զարգացած։ Ինչու եմ այս հատկությունները նշում։ Մեծ պետությունները իրենց կրթական համակարգերում շեշտը կարող են դնել շատ նեղ ճյուղերի վրա եւ բոլոր ճյուղերում հասնել մեծ հաջողությունների։ Օրինակ շատ է խոսվում այսինչ երկրի կրթական համակարգից օրինակ վերցնենք, այնինչ օրինակը վերցնենք։ Եթե օրինակ խոսենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին, ապա այդ երկիրը ունակ է բոլոր պրոֆիլներով զարգացնել շատ ուժեղ կրթություն։ Նա ունի թե մարդկային ահռելի ռեսուրսներ, թե տնտեսական ահռելի ռեսուրսներ։ Եթե մենք դիտարկենք մեր նպատակները ելնելով մեր դեմոգրաֆիայից, մեր ռեսուրսներից, մեր ուրեմն մեծությունից, պետք է հասկանանք, որ մենք չենք կարող բոլոր ուղղություններով զարգանալ։ Միաժամանակ պետք է զարգացնել այն ուղղությունները, որոնք որ ապագայում մեր երկրի հետագա զարգացման ժամանակ կարևոր են լինելու, այդ մասնագիտական ուղղությունները, շեշտը դնել հիմնական մասնագիտական ուղղությունների վրա, սակայն միևնույն ժամանակ սերնդին կարողանալ դարձնել այնպիսին, որ նա լինի բազմակողմանի զարգացած, ավելի ունիվերսալ, որպեսզի այս արագ փոփոխվող աշխարհում, երբ ի հայտ են գալիս նոր մասնագիտություններ, մարդիկ կարողանան արագ փոխել կամ զարգանալ նաև այլ ուղղություններով։ Սա կարևորագույն նպատակներից մեկն է՝ լինել բազմակողմանի զարգացած ունիվերսալ եւ հետեւաբար նաև ճկուն մարդ, որպեսզի կարողանալ հարմարվել այս արագ աշխարհին։ Մեր բուհերը հաճախ շարունակում են կենտրոնացած մնալ այն ծրագրերի վրա, որոնք դեռևս մշակվել են խորհրդային տարիներին եւ ետ են մնում տնտեսական զարգացումների ուրեմն այս տենդենսներից։ Հաճախ նրանք փակ են, ինքնուրույն, կարծես ինքնուրույն առանձնացած լինեն ամբողջ աշխարհից եւ սա շատ լրջագույն խնդիր է։ Բուհերը պետք է բաց լինեն գիտնականների, տնտեսության ոլորտի մասնագետների համար եւ այդ կապը պետք է ամրապնդել։ Հիմնական պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները նաև պետք է ունենան պետական պատվեր, այսինքն այն մասնագիտությունների գծով, որոնք կհամարվեն առաջնահերթ, նրանք պետք է պատրաստեն մասնագետներ։ Պետք է նաև պլանավորել որոշակիորեն մասնագետների քանակը, ժամանակները պատրաստելու, որովհետև ինքնին անգամ կրթական համակարգի բարեփոխման, նոր կադրերի, վերապատրաստված կադրերի ուրեմն ստեղծման համար պետք է ունենալ ճիշտ պլանավորում։ Առաջնահերթ մասնագիտական ուղղությունները պետք է որոշվեն ոչ միայն
համաշխարհային տենդենսներից ելնելով, այլ հենց մեր երկրի պահանջարկից ելնելով։ Օրինակ, մեր երկիրը հարուստ է մետաղական հանքերով, շատ քննարկումներ են գնում տարբեր հանքերի բացման կամ նրանց վտանգների մասին, բայց մեր երկրում չկան անհրաժեշտ մասնագետներ այդ ուղղությամբ։ Սա շատ կարևոր խնդիր է, որովհետև անմիջապես վերաբերվում է մեր պետությանը, մեր երկրի հարստությանը, մեր սերունդների առողջությանը։ Այսպիսի խնդիրները շատ են։ Գյուղատնտեսության ոլորտում, պաշտպանության ոլորտում, երբ կարիք ունենք ինքնաբավ լինել որոշ ուղղություններով, որոշ մասնագիտություններով գոնե, եւ այլն։ Քանի որ նշեցի, այս արագ փոփոխվող աշխարհում կրթության ադապտացիայի մասին, պետք է հասկանանք, որ այդ կրթությունը նույնպես պետք է լինի արագ։ Սակայն ինչ ունենք 12-ամյա դպրոցական ծրագիր։ Սա նույնպես օրինակներից մեկն է, երբ 18 տարեկան քաղաքացին դեռ նոր է ավարտում դպրոցը։ Այսօր բազմաթիվ դպրոցներում տեսնում ենք, որ ավագ դպրոցի առնվազն վերջին տարում երեխաները գրեթե ոչնչով զբաղված չեն, քան պատրաստվել քննությունների, ընդունելության տարբեր բուհերում։ Եվ զգացվում է, ես իմ սեփական փորձից տեսնում եմ դասավանդելով, որ այս ժամանակը 12-ամյա կրթությունը արհեստականորեն երկարացված է։ Դպրոցական ծրագրերը գերծանրաբեռնված են։ Շեշտը դրված է ինֆորմացիայի քանակի վրա, եւ սա մասամբ գալիս է նաև խորհրդային տարիներից, երբ չկար համացանց եւ շատ քանակի գիտելիքներ, ինֆորմացիա էր պետք հաղորդել։ Այսօր մենք շեշտը պետք է դնենք ավելի շատ առարկայի տրամաբանության վրա եւ պետք է թեթևացնել կրթական ծրագրերը, թողնելով ավելի ազատ ժամանակ երեխաներին սեփական հետաքրքրությունները ձևավորելու համար, սեփական երազանքները ձևավորելու համար, առարկայից թեկուզ ավելի քիչ օրինակներով, բայց ավելի խորը կարողանալ տեղ հասցնել առարկայի տրամաբանությունը։ Դա կձևավորի անհրաժեշտ ունակություններ ցանկացած հարցում ավելի տրամաբանական, դատողական մոտեցումներ ձևավորելու, քան երբ որ դու տալիս ես ահռելի քանակի գիտելիքներ եւ դա անգիր հիշելու կարողություններ են զարգանում պարզապես, որի կարիք այսօր չունենք։ Կարճ ուզում եմ անդրադառնալ նաեւ օտար լեզուների եւ գրականության դասավանդմանը դպրոցներում։ Օրինակ ռուսաց լեզուն պարտադիր առարկա է հանդիսանում, ինչը շատ տարօրինակ է։ Եվ օտար գրականության ուսումնասիրության մեջ ռուս գրականության, ռուս մշակույթի դասավանդումը շատ մեծ մասնաբաժին է կրում։ Մենք պետք է հասկանանք, որ ինչքան էլ լավ է տիրապետել օտար լեզվի գրականությանը, մենք պետք է հասկանանք, որ դրանք նաև շատ հստակ ազդեցություններ են ենթադրում։ Մեր սերունդները կրթվում են ռուսական տրամաբանությամբ, ռուսաց լեզվին տրվում են շատ ավելի շատ դասաժամեր, քան օրինակ անգլերեն կամ այլ լեզուներին, եւ այստեղ մենք նույնպես մեծ անելիք ունենք։ Անկախ Հայաստանը նպատակ պետք է դնի ոչ միայն Հայաստանի ներսում կրթական ծրագրեր մշակելու եւ իր կրթությունը զարգացնելու, այլ նաեւ Սփյուռքում։ Այնտեղ մեծացող սերունդները հաճախ կորցնում են ինքնությունը, ձուլվում են եւ պետք է շատ լուրջ միասնական ծրագրեր լինեն, որպեսզի Սփյուռքի երեխաները կարողանան ինտեգրվել Հայաստանին, տեղեկացված լինեն Հայաստանից, նրա խնդիրներից, հնարավորություն ունենան թեկուզ որոշակի ծրագրերով այցելելու Հայաստան, կրթական ծրագրերով շփվելու իրենց հայաստանցի հայրենակիցների հետ եւ նաեւ նրանց փոխանցելով իրենց իսկ փորձը այլ երկրների մշակույթը եւ ընկերական կապեր հաստատել տեղի աշակերտների, ուսանողների հետ։ Սրանք կօգնեն այնուհետև այս մարդկանց
վերադարձին կամ ավելի սերտ կապերի ձևավորմանը Հայաստանի հետ։ Մենք պետք է հասկանանք, որ այս բոլոր ահռելի խնդիրների լուծումը միայն պետական համակարգով անհնար է։ Մենք պետք է հնարավորություն տանք մասնավոր դպրոցներին, մասնավոր կրթական կազմակերպություններին էֆեկտիվորեն ներգրավելու կրթական process-ում։ Եվ կրթությունը միայն դպրոցով եւ բուհով սահմանափակված հասկացություն չէ, այլ դա շարունակվում է մարդու ամբողջ կյանքում մասնագիտության փոփոխության համար, նոր մասնագիտության ձևավորման կամ որակների բարձրացման համար։ Կրթությունը պետք է լինի զանգվածային լրատվամիջոցների միջոցով, հաղորդումների, ինքնաճանաչման տարբեր ծրագրերի, մշակութային, մասնագիտական եւ այլ ծրագրերի միջոցով։ Կարևոր է հասկանալ, որ կրթությունը շատ սերտ փոխկապակցված է նաեւ այլ ոլորտների հետ եւ միայն ինքնուրույն չի կարող զարգանալ։ Օրինակ, բանակաշինություն, պաշտպանություն, մշակույթի ոլորտը, այլ ոլորտներ։ Նույն պաշտպանության ոլորտում շատ կարևոր օրինակներից է այն, որ Արցախյան առաջին պատերազմում հայկական ձևավորված բանակը կռվել է այնպիսի մարտավարությամբ, որը նրան հաղթանակ է բերել, սակայն այդ մարտավարությունը չի շարունակվել դասավանդվել ռազմական բուհերում եւ փոխառվել է խորհրդային բանակի համակարգը։ Այսինքն մենք մեր սեփական փորձից կտրվել ենք եւ կրթությունը ճիշտ չի ներթափանցել պաշտպանության ոլորտ։ Նույն իրավիճակն է բազմաթիվ այլ ոլորտներում։ Մշակելով տարբեր ոլորտային ծրագրեր, մարտական եղբայրությունում մենք կարողանում ենք լիարժեք եւ համակարգային մոտեցում ձևավորել։ Պետությունը կառուցված է իր ինստիտուտներով եւ այդ ինստիտուտները պետք է լրացնեն, փոխլրացնեն եւ սինխրոն աշխատեն միմյանց հետ։ Միայն այսպիսի համակարգային մոտեցմամբ է հնարավոր կերտել այնպիսի պետություն, որը կկարողանա դիմակայել մարտահրավերներին, շարունակել զարգանալ եւ շարունակաբար մեծացնել իր ազդեցությունը աշխարհում։ Մարտական եղբայրություն միաբանության հռչակագրում այս մոտեցումը ձևակերպված է որպես տոտալ քաղաքականություն։ Սրանք ընդհանուր հիմնական պատկերացումներն են, նպատակներն են, որոնք հիմքը պետք է լինեն կրթական մեծ բարեփոխումների համար։ Բոլոր ոլորտներում անհրաժեշտ է արմատական, այլ կերպ ասած հեղափոխական մոտեցում։ Մարտական եղբայրություն միաբանությունը պատրաստվում է ստեղծել ազգային հեղափոխություն կուսակցությունը, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրված, իր կողմից ձևակերպված այս ծրագրային մոտեցումները կյանքի կոչել, որովհետև առանց այս համակարգային մոտեցման մենք չենք կարող ունենալ այնպիսի պետություն, որ երազում ենք։ Եթե դուք էլ ունեք առաջարկություններ կամ դիտողություններ, մենք սիրով կլսենք, կարող եք գալ մարտական միաբանություն գրասենյակ, մասնակցել քննարկումներին, ծանոթանալ, որովհետև փոքր խմբով այսպիսի ահռելի աշխատանքներ կատարելը շատ դժվար է եւ այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջև, պահանջում են համակարգային լուծումներ։ Այդ լուծումներին հասնելու համար մենք պետք է դնենք քաղաքական խնդիր եւ քաղաքական թիմով փորձենք հասնել այդ նպատակների իրագործմանը։ Շնորհակալություն, սպասում ենք ձեզ։